Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրերն են թատերագետ Արա Խզմալյանը, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը եւ դերասան կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը։ Տեսակ պարոն Հակոբյան, առաջինը հիշեցի դերասանը, հետո նոր մնացածը։ Ինչևէ, մենք այսօր խոսելու ենք հեռուստատեսության մասին, հեռուստատեսության լեզվի բովանդակության ձևի մասին։ Հատկապես վերջին ժամանակաշրջանում, եթե նկատելի աշխուժացել է այս թեման, այս թեմայի շուրջ եղած քննարկումները, բավականին լուրջ քննարկումներ բանավեճ ծավալվեց այս թեմայի շուրջ, հատկապես նրանից հետո, երբ որ մտավորականները որոշեցին, որ պետք է դիմեն ամենավերին Ատյանին, այսպես ասած հանրապետության նախագահին։ Դրա անհրաժեշտությունը կար, թե ոչ, ով է սկսում։ Կար, պարոն Խզմալյան։ Գիտեք, մինչև հաղորդմանը գալը ես ամեն դեպքում նորից ընթերցեցի լեզվի մասին օրենքը եւ համոզվեցի, որ մեր երկրում երևի ոչ մի օրենք այնպես չի ոտնահարվում, ինչպես լեզվի մասին օրենքը։ Եվ երևի թե որևէ բան այնքան մեծ չի պակասում, ինչքան լեզվաքաղաքականությունը։ Դուք տեսեք, մինչև այսօր մեր բժիշկները գրեթե ամբողջ գրագրությունը ռուսերեն է։ Տեղատոմսերը գրում են ռուսերեն։ Մեր պաշտոնյաների զգալի մասը ստորագրում է ռուսերեն։ Սրանք հարցեր են, մանրամասներ են, որոնք ցույց են տալիս մեր վերաբերմունքը մեր լեզվի հանդեպ, իսկ երբ մենք ասում ենք լեզվի հանդեպ մեր վերաբերմունքն է պետության հանդեպ, սրանք պաթետիկ եւ վերամբարձ խոսքեր չեն։ Եվ փառք ասում մենք աշխարհը մի քիչ տեսել ենք, շրջեք Փարիզում, մի անգլերեն ցուցանակ չեք գտնի։ Ես Լուվրում մոտեցա, ուրեմն սուրճ պատվիրեցի, հերթ էր կանգնած, եւ սուրճ վաճառողը ուղիղ 15 րոպե հերթը կանգնեցրել էր, որովհետեւ ես անգլերեն խնդրեցի սուրճ, եւ ինձ սովորեցնում էր, թե ինչպես պետք է ֆրանսերեն սուրճ պատվիրել։ Այսա լեզվի հանդեպ մարդկանց վերաբերմունքն է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են մտավորականները դիմում այս հարցով նախագահային երկրի։ Եվ հետո մտածում եմ, որ երևի մեր վերաբերմունքը երկրի նախագահի հանդեպ, քյոխվայի հանդեպ, գյուղապետի հանդեպ վերաբերմունքն է, որովհետև նախագահը մի անգամ լեզվի օրենքի տակ ստորագրեց, տվեց այդ փաստաթղթին իրավական ուժ եւ փաստաթուղթը գնաց, արդեն գերատեսչությունները, ենթական ինչ-որ մարմիններ կան, որոնք պիտի զբաղվեն այդ օրենքի պահպանությամբ։ Եվ հիմա մենք փաստորեն այս նամակով մենք մտավորականներս հաստատում ենք, որ նախագահից բացի որևէ մեկը մեր կյանքի տարրական օրենքները պաշտպանել չի կարող։ Նշանակում է ամբողջ համակարգը սուտ է, ամբողջ համակարգը չի գործում եւ երկրում կա միայն մեկը, որ կարող է տալ լուծում տարրական հարցերին։ Ընդ որում սա առաջին անգամ չէ, սա այսպիսի առիթներ մեկ-երկու անգամ եւս եղել են այսպիսի առիթներ։ Եղել են, բայց օրինակ կա հանրային խորհուրդ, կա կրթության եւ գիտության նախարարություն, մշակույթի նախարարություն, կան կրթության վարչություններ։ Մենք ինչով են զբաղված այս կառույցները, եթե լեզվի պահպանման, գրագիտության, եթերի խոսքի խնդրով պիտի զբաղվի երկրի նախագահը։ Երկրի նախագահը բանուգործ չունի ուրիշ, պիտի զբաղվի սերիալների խնդրով, պիտի զբաղվի այգիների խնդրով։ Երկրի նախագահը մինչև չհայտնվեց, այդ այգին ուշքի չեկավ, այսպես ասած։ Եվ այսօր նայում ես կարծես 5 տարի այդտեղ ծաղիկներ են ծաղկել եւ կա, որ միայն այդտեղից է, տողակից է հրահանգներ, երբ որ ավելի հստակ են գնում, ինչ որ բան տեղից շարժվում է։ Գիտեք, սա ես կարծում եմ, որ սա երկրի նախագահի մեղավորությունը չէ, սա երկրի մտավոր խավի մեղավորությունն է։ Մենք մինչև վերջ չենք ճշտել մեր պետական օղակների գործառույթները։ Մենք չենք ճանաչում, թե որ գերատեսչությունը ինչ գործառույթներ պիտի իրականացնի։ Մենք չենք ճանաչում օրենքը եւ պարզապես անում ենք զավեշտալի բաներ։ Եթե այսօր մենք ունենայինք Հակոբ Պարոնյան, գիտեք ինչ նյութ կա ջրի երես դուրս բերելու։ Կարինեն այդ կարծիքին չի, որտեղ հայտարարել էր, որ ճիշտ է եւ տեսեք, մեծ հաշվով դուք ճիշտ եք ասում։ Իհարկե նախագահը պիտի չզբաղվի նման բաներով, բայց կյանքը ցույց է տալիս եւ փաստն այն է, որ այդ նույն գերատեսչությունները, այդ հանրային խորհուրդը չեն կատարում իրենց առաջ դրված ֆունկցիաները լավ, որակը չի փոխվում եւ ավելի է վատանում։ Փաստորեն այդ երևույթը, որ այսօր մենք տեսնում ենք, շատ արատավոր է եւ ես լիովին համաձայն եմ մտավորականների հետ, որ արդեն պետք է դրանով զբաղվի, այո, հենց երկրի նախագահը, որովհետեւ ներողություն, ես շատ այնպես չի, որ ես իշխանությունները չեմ հարգում, ես գիտակցում եմ իմ դիրքը հարգելու, բայց ես կարծում եմ, որ մենք կայսր չենք ընտրել, ոչ էլ միապետ։ Մենք ընտրել ենք մեկին, որը պիտի զբաղվի մեր իրավունքների խնդիրներով։ Եթե այդ ստեղծված հանձնաժողովները, այդ, չգիտեմ, այդ տնտեսություններ են, ինչեր են, չեն զբաղվում նման հարցերով,
Եվ թվում է թե սա քիչ փոքր հարց է։ Սա փոքր հարց չի լեզվի խնդիրը։ Ամենամեծ հարցը։ Եթե չեն զբաղվում, հարց է առաջ գալ, տեսեք, հանրային հեռուստաընկերություն ունի խորհուրդ, չգիտեմ, քանի մարդ են, 10-12։ Ես Ես իմացա, որ այնտեղ ամեն մեկը ունի իր բան, առանձնամեքենան, սենյակը, աշխատակիցը, 600,000 աշխատավարձը, չէ, ինչի համար կա այդպես, չգիտեմ, ինչ որ խորհուրդներ կա, ինչ որ մի ամբողջ համակարգ։ Դե եկեք բոլորը լուծարենք։ Լուծարելու մասին չի խնդիրը, վերահսկելու մասին է գուցե այլ ավելի վերևից պտուղը երևում է ծառից։ Այսօր տեսնում ենք, պտուղը լավը չէ։ Լավը չէ, ձեզ դուր է գալիս մեր հեռուստաեթերը։ Չէ, ես հարցը նրանում է, մենք ինչ ուղղությամբ ենք նայում, որտեղից ենք ստանում, ինչի հետևաբար է։ Վազգեն Մանուկյանը ինքը խոստովանեց, որ 2 տարի հանրային խորհուրդը զբաղվում է լեզվի կարգավորման խնդիրներով, այլը տեղից չի շարժվում, մինչև նախագահը չի միջամտում։ Ուրեմն մեր մտայնության մեջ ինչ որ մի բան շեղված է, ինչ որ մի բան տեղից եկած է։ Դիմել ավելի բարձր կարգերի։ Գիտեք, այս կարգով չի կարող մի մարդ զբաղվել բոլոր խնդիրներով։ Նա ժամանակ չունի, ֆիզիկապես չի կարող, հոգեբանորեն չի կարող։ Այդ դեպքում փաստորեն մենք ապացուցում ենք, որ մենք պարզապես երկիր չենք, մենք պետություն չենք, որ մի մարդուց բացի որևէ մեկը չի աշխատում, հա։ Խնդրեմ, պարոն Հակոբյան։ Գիտեք, խնդիրը շատ ավելի հեռու է գնում, քան մեզ թվում է։ Ուրեմն զարմանալի բան է, բայց ես ուզում եմ այսօր հիշեցնել մեզ բոլորիս մեր լեզվի կարևորագույն առանձնահատկություններից մեկը։ Հեռուստատեսությունն ինքը ինչ է, վերջին հաշվով խոսք է, չէ՞։ Վերջին հաշվով խոսք է։ Եթե այդ խոսքը հանում ենք հեռուստատեսությունից, միայն պատկերը դառնում է դատարկ ապուշություն, վերջին հաշվով։ Իսկ խոսքը մեր լեզվում մի քիչ այլ իմաստ ունի, քան այլ լեզուներում։ Հիմա կարծեմ ես ինչը նորից սկսվեց հայոց լեզվի փառաբանությունը եւ այլ, ոչ։ Այդ տեսեք, Աստվածաշնչում գրված է «Сначала было слово» ռուսերենում, չէ՞, անգլերենում չգիտեմ ինչպես է հնչում, անգլերեն լավ չգիտեմ, հայերենում չի գրում սկզբում խոսքներ, ասում է, ի սկզբանե բանն էր։ Ուրեմն տեսեք ինչ հետաքրքիր բան կա, այդ նորից հենց այդ բանը օգտագործեցի, չէ՞։ Ուրեմն բան, որը իր մեջ կրում է եւ խոսք, եւ ձև, այսինքն եւ կերպը, եւ իմաստը իրար հետ։ Այ մենք հիմա այս սրա վրա շատ վաղուց սկսել ենք ուշադրություն չդարձնել, դրա համար էլ մեր խոսքը մեկ-մեկ դառնում է դատարկ, որովհետև զրկված է կերպից եւ երբեմն էլ կերպը դառնում է ապուշ, որովհետև ուզում ենք այլ խոսք դնել մեր կերպի տակ։ Դրա համար էլ դառնում է շատ վատը։ Հիմա, եթե մենք սրանով առաջնորդվենք, այստեղ շատ բան կփոխվի, կընկնի իր տեղը։ Հետո Նաև նորից նույն Աստվածաշնչից օրինակ բերեմ, ասում է ամեն մարդ Պողոս Առաքյալն է ասում իր թղթերից մեկում, ասում է որ ամեն մարդ իր խոսքով է պատասխանատու։ Այսօր ով է պատասխանատու այդ խոսքի համար, այդ այլանդակված կերպի համար, այդ պատասխանատուն ով է։ Լավ, եկեք։ Նախագահը երդում է տվել, որ ինքը երաշխավորն է, բայց նա պատկերացնում եք, հենց դրա համար էլ մեզ մոտ ոչինչ չի ստացվում, որտեղ ամեն ինչ հույսներս դրել ենք նախագահի վրա։ Փոխանակ գնամ ասեմ, պարոն Խզմալյան, ինչու է ձեր թատերագիտական ելույթը ֆիզիկայի մասին, ոչ թե թատրոնի։ Կարինե Ջանգոազյան, ինչու քո խոսքը ես չեմ լսում, կամ ձեր եթերը ինչու է մութ։ Անմիջապես նամակ եմ գրում նախագահին, ասում եմ, գիտե։ Բայց ձեր չանդրադարձակ ձեր թատրոնում էլ, եթե այսպես հերթով ասեցիք։ Նույնն է անի, իմ թատրոնում, ինչու՞ չէ, ամենտեղ։ Հիմա տեսեք, այ խնդիրն ինչ է, այ Ֆրանսիան հիշեց։ Ֆրանսիացիները մի զարմանալի օրենք ունեն իրենք։ Փորձեք գնալ Ֆրանսիայում ընդունվել աշխատանքի առանց հանձնելու ֆրանսերենի կենտրոնացված քննությունը։ Ոչ մի աշխատանք չունեք այլևս, վերջացավ։ Մենք այսօր հայերեն չիմացողին, անգրագետ խոսացողին պաշտոն ենք տալիս, ոչ միայն աշխատանքի ենք ընդունում։ Այսինքն մենք թքած ունենք մեր կերպի վրա, իսկ եթե մենք կերպի վրա թքած ունենք, նշանակում է մեր բովանդակությունը նողկալի է։ Պարոն Հակոբյան, այն ինչի՞ մենք չենք փորձում, հա, մեզանից մի քիչ վերև մեզ առնչվող նեղ լայն այդ միջավայրում ինչ որ բան փոխել, ինչ որ բան պահանջել, այ ինչի ենք մենք միանգամից փորձում դիմել այդտեղ վերև ավելի։ Ահա, ասեմ, որովհետև մտավորական շերտը ոչ մի մտավորական շերտը։ Արվեստագետներից մեկն էլ հիշում եք մի բանավեճի ժամանակ մեղադրեց, ասես դա մոտավորապես ինձ հիշեցնում է սովետական հասարակարգը, երբ որ կազմվում էր
էր ինչ որ մի, հա, նամակ, տակը մի կտվորուի, մի բանվորուի, այդ ոչի ձևի բովանդակությունն է։ Ուրեմն ես 3 տարի աշխատեցի Լիբանանի համայնքում, հայկական համայնքում, այնտեղի թատրոններն էի ղեկավարում։ Ուրեմն ես փշաքաղված էի մեր կարողության վրա, մեր հայկական տեսակի այդ կարողության երևույթից փշաքաղված էի, որ երբ որ ավելի խորը ուսումնասիրեցի Սփյուռքի պատմությունը, որ այնտեղ ես անկախ քեզանից պետք է ուսումնասիրես, իմանաս ում հետ գործ ունես վերջին հաշվով դու։ Ուրեմն Կիլիկիա հայ գաղութը, որ տեղափոխվել է Լիբանան, մեծի մասամբ կիլիկեցիներ են եղել դրանք, մեծի մասամբ շատ քիչ մշեցիներ, շատ քիչ սասունցիներ, բոլսահայ, շատ քիչ գնացել են Սիրիա եւ Լիբանան։ Ուրեմն եւ ինչ է բանից պարզվել։ Բանից պարզվել է, որ տեղափոխված հայերի 80%-ից ավելին հայերեն չեն խոսում, թրքախոս են այս հայերը։ Թրքախոս, բացարձակապես թրքախոս, հայերեն չգիտեն։ Եվ առանց նախագահ ունենալու, առանց վարչապետ ունենալու, առանց չգիտեմ ինչ ունենալու, հավաքվել են մարդիկ, մտավորականներ, դիմել են իրենց մեծահարուստներին, որոնք շահախնդիր են եղել այդ իմաստով, ազգասիրության, ազգապահպանման եւ այլն, եւ ստեղծել են դպրոցներ, եւ այդ 80%-ով թրքախոս հայերը այսօր գնացեք Լիբանան, խոսում են մաքրամաքուր հայերենով։ Ուրեմն ցանկություն երրորդ սերունդ։ Հիմա այնտեղ հո նախագահը չկար, որ պատժում էր, չգիտեմ ինչ։ Դա կար ներքին գիտակցության, այսինքն պաշտպանվածության եւ վտանգի զգացողության։ Որտեղից պիտի ծնվի ու մեկ էլ, հա։ Հիմա նայեք, հիմա տեսեք ինչ ստացվեց։ Մենք Սովետ միության հզոր մի կայսրության մի փոքրիկ մասնիկ էինք, չէ՞։ Եվ մենք մեզ հզոր պաշտպանված էինք զգում այդ կայսրության հրանոթներով, ռակետներով, չգիտեմ ինչ ավիացիայով, KGB-ով, հպարտանում են չորը KGB-ի մեր լրտեսները, մեր լրտեսները, տեսեք ինչեր են, Շտիրլիցը մեզ համար չգիտեմ ինչեր եւ այլն եւ այլն։ Մենք վտանգ չունեինք, այսպես կոչված, վտանգ չունեինք եւ շատ արագ ռուսացանք։ Կորցրեցինք մեր ինքնությունը։ Հիմա վերջացավ, Սովետ միությունը վերջացավ, հիմա ինչ-որ ազատություն է, կասկածելի ազատության մեջ ենք, բանից պարզվեց, փողոցով քայլում ես, կեսս արաբ ենք ինչ-որ, կեսս թուրք ենք, կեսս, չգիտեմ, անգլիացի ենք, կեսս ինչ-որ անհասկանալի տենք ենք, ճշտված չի, մենք ով ենք։ Ով ենք մենք։ Այսօր Թատերական ինստիտուտում պարտադիր դարձրեք հայոց լեզվի լուրջ քննությունը որպես նախապայման գործերը ընդունելու, Թատերական ինստիտուտում աբիտուրիենտ չենք ունենա։ Ես խոստանում եմ, մենք աբիտուրիենտ չենք ունենա։ Այսօր մեր ինժեներական ֆակուլտետներում Մի ունեցեք, 2 տարի էլ մի ունեցեք, երրորդ տարի խելքի կգա։ Ոչ, սա էլ է ճանաչում։ Ինչի՞։ Եկեք անդրադառնանք, ես միշտ այն մեր նախկին հանդիպման ժամանակ եմ ասել, ամեն ինչ գտնվում է կրթության մեջ, ամբողջ գաղտնիքը կրթենք այս տարիքից մինչև վերջ, որքան շատ կրթված մարդ, այնքան քիչ պրոբլեմ, որքան շատ կրթված մարդ, այնքան քիչ չարություն, այնքան քիչ գողություն, այնքան քիչ չարիք, որքան շատ գիտություն, այնքան հոգուսում։ Ես կարծում եմ միայն կրթությունը չի, ելի ավելի կարևոր խնդիրներ կան։ Տեսեք, մենք անընդհատ փորձում ենք բարդագույն խնդիրները լուծել հակառակ կողմից։ Լեզվի խնդիրը լուծելու համար լեզվի տոն ենք հայտարարում, լեզվի օր։ Մի օր հավաքվում են դպրոցականները Մաշտոցի արձանի մոտ, դուրս է գալիս մի տիկին, ասում է երեխաներ մրմնջացեք հայերեն, իր պատկերացրած գեղեցիկ հայերենով։ Դրանից հետո երեխաները գնում են եւ լեզուն մնացած 12 ամիսը ուրեմն ոտնահարվում է։ Ես կարծում եմ, որ այնպիսի բարդ իրականության հանդեպ, ինչպիսին է լեզվական իրականությունը, եթե մենք ուզում ենք, որ հարգանք ձևավորվի այդ իրականության հանդեպ, երկիրը պիտի հարգանք հարուցի քաղաքացու մեջ։ Եթե քաղաքացին չի հավատում իր երկրի հեռանկարին, եթե քաղաքացին ամեն երկրորդ երիտասարդը մտածում է երկիրը լքելու մասին, եթե մենք ապրում ենք մեր հողի վրա որպես խալխ,
մոնղոլ թաթարական քոչվորական ինչ-որ մի ցեղ, որ եկել են կողոպտելու, ավերելու եւ գնալու այս հողից, այդ դեպքում ինչ ծիծաղելի է լեզվի մասին խոսքը։ Լավ, եկեք ավելի կոնկրետ թեմաների անդրադառնանք։ Ուրեմն կա հանրության մեջ մի մաս, որ նայում է սերիալներ եւ հատկապես նրանք, ովքեր ստեղծում են սերիալներ, խաղում են, առաջին դիմումի մեջ եւ երկրորդի մեջ տեսնում են միտում, ասելով, որ սա կոնկրետ ուղղված է մի հեռուստաընկերության դեմ է սա ուղղված եւ ազնիվ քայլ չէ։ Այսպիսի բան դուք տեսնում եք, թե չեք տեսնում, որտեղ կա մրցակցություն եւ պետք է մի ձեռք, որպեսզի մյուսին բերի հավասարեցնի, դրա համար այսպիսի քայլերի են դիմում։ Կարծում եմ պարզ ասեցի ամեն ինչ։ Այո, բոլորս հասկացանք, որ որտեղ ամենաանորակ հեռուստասերիալները ցույց են տալիս հենց այդ հեռուստաընկերությամբ, դրա համար բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Կարող եք ասել դա որ հեռուստատեսություն։ Տարբերություն չկա հեռուստաընկերության։ Եթե նայեք սերիալների մեջ, ես օրինակ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Մենք եթե չլինեինք որևէ այլ հեռուստաընկերությունում ազատ միջավայր լիներ, կասեինք, բայց կարծում եմ հիմա այլ հեռուստաընկերության եթերից իմաստ չունի ասելը։ Պարզապես կոռեկտ չէ, այլ հեռուստաընկերության եթերից խոսել մեկ ուրիշի մասին։ Երևույթի մասին։ Ես կարծում եմ, որ հեռուստասերիալ երևույթի մասին չկա մի ժանր, որը ի սկզբանե մերժելի լինի։ Սերիալը նույնպես ժանր է։ Սերիալը նույնպես ունի այս արևիտակիր տեղը, սերիալը ունի իր հանդիսատեսը, խոսքը ինչին է վերաբերում։ Պրոֆեսիոնալիզմին անլուրջ վերաբերմունքին սեփական գործի հանդեպ, որովհետև սերիալը կարող է շատ լավ վարժանքի ասպարեզ դառնալ յուրաքանչյուր արտիստի համար։ Դու ամեն օր դուրս ես գալիս տեսախցիկի առջև, վարժվում ես, ոտքի վրա խնդիրները կատարելու հմտություն, էքսպրոմտի, իմպրովիզի եւ այլն եւ այլն եւ այլն։ Խնդիրն այն է, որ պարզապես պրոֆեսիոնալ եւ լուրջ վերաբերմունք չկա սերիալի հանդեպ։ Եվ եկեք որոշենք, որ ինչ որ հեռուստաընկերություն, հանրային հեռուստաընկերությունը պիտի վարի այդ քաղաքականությունը։ Մենք շատ ենք խոսում քաղաքականության մասին, բայց որևէ մի հեռուստաընկերություն պիտի նպաստի այս երկրում մշակութային քաղաքականության իրականացմանը։ Հանրային հեռուստաընկերությունը, այդ տեսեք ասացի ու չդիմացա, ինքը նպաստում է մշակութային քաղաքականության տապալմանը այսօր։ Սրա մասին է խոսքը, պրոֆեսիոնալ մարդիկ չեն ընդգրկվում։ Փողոցից պատահական մարդ վերցնում են եւ առօրյա իր խոսքով, ուրեմն ինչ են անում, կյանքից վերցնում են կեղտը կյանքի։ Ես սերիալները, որ նայում եմ, ասում եմ, մենք այդքան էլ վատ իրականության մեջ չենք ապրում, ինչպես սերիալները։ Պարոն Հակոբյանն է կհաստատի, որ սերիալի կյանքից աղբը վերցնում են, հարստացնում, էկրանից տալիս մեզ նորից։ Բանավեճի ժամանակ էլ դա ասեցին, որ այո, կենթանի խոսք է, չէ, որ եթե այս կերպարին են կերտում, պետք է լինի խառնել են իրար, կենթանի խոսքը այլ բան է, դա հետո բառը մի քիչ սխալ է օգտագործվում։ Ուրեմն ինչպես է, որ եթե կենթանի խոսք է, եւ ուսուցիչը, եւ գիտնականը, եւ բժիշկը, եւ գողը, եւ հանցագործը, եւ ոստիկանը, եւ երեխան բոլորը խոսում են նույն ժարգոնով։ Ինչ է, մենք բոլորս խոսում ենք այդ ժարգոնով, քրեական ժարգոնով, շատ վատ ժարգոնով ընդ որում, անգլերախառը բառերով, ռուսախառը բառերով, արաբախառը բառերով, թրքախառը բառերով եւ այլն։ իրականության լեզվով է։ Ախր հեռուստատեսությունը, եթե սերիալին վերաբերում ենք որպես արվեստի նյութ, իսկ նա ունի իր մեջ այդ երևույթը, չնայած արվեստի խնդիր պարտադիր չէ, որ ինքը կատարի վերջին հաշվով, արվեստի խնդիր կատարելու երևի կոչված չէ, բայց դա էլ պետք է արվեստով անել։ Փառք Աստծո, ես թարգմանել եմ շատ լավագույն սերիալներ արտասահմանյան, եւ դասական սերիալներ, եւ ժամանակակից սերիալներ, եւ կրիմինալ սերիալներ շատ, եւ զարմացած եմ նրանց սցենարի կառուցման պրոֆեսիոնալիզմի վրա, դերակատարների ընտրության վրա։ Փողոցից մարդը չի կարող գնալ այնտեղ խաղալ։ Սա բացառվում է այսօր բոլորը դերասան են։ Իմ գոլեգաներից մեկն ասում է, մի տաքսիստ մոտեցավ ինձ, բարև գոլեգա։ Ասում եմ, որտե՞ղ ինչ գոլեգա, որ թատրոնի Այսինքն դերասան լինել այսօր այնքան մի հեշտ մասնագիտություն է։ Այսինքն վարկաբեկումը մասնագիտության գաղափար է, հասկանում եք, արդեն դրանից հետո մարդիկ Հիմա տեսեք, այս հոգեբանությունը փոխանցվում է այլտեղ, չէ՞։ Այս հոգեբանությունը փոխանցվում է այլտեղ։ Երեք իմ հարևանն ասում է, հիշում ես, որ ձեր սերիալում աղբորս տղանել էր խաղում, ասում եմ, հա, հիմա գիտես ինչ է աշխատում, ինչ, այս ինչ տեղը sense բարձր պաշտոնյա եւ մեր ծրոճիկ է ստանում, ասում շատ ուրախ եմ իր համար, բայց իրան պետքա գա սերիալ խաղա։ Ասում, բայց ինքը ինչի պետք է սերիալ խաղա։ Խոպան է էլի դարձել։ Այսինքն ով փող չունի, գալիս է դերասան դառնա, բայց դերասանները ինչի են վատ ապրում այդ դեպքում։
Էս ինչ բան է։ Ես համաձայն չեմ էլի, արա ձեզ հետ, այսօր ինչ որ ես ձեզ հետ համաձայն չեմ, որ դերասանը պիտի վարժվի սերիալներում։ Հա, ես համաձայն, ոչ։ Դա վարժվելու տեղ չի։ Սերիալը շատ մեծ հասարակություն է ներգրավում եւ դա շատ վտանգավոր տեղ է ժողովրդի հոգեբանության հետ աշխատելու։ Ես իմ վարժանքով չեմ կարող մի ամբողջ ժողովուրդ, գիտեք, վնասել։ Դա շատ վտանգավոր է։ Ես ընդհանրապես կուզենայի, որ այդ սերիալների համար հատուկ ալիքներ լինեն, եթե մեր ժողովուրդը այդքան խիստ դրա կարիքը զգում է։ Որովհետև կներեք, որ հեռուստաալիքը միացնում է սերիալը այդ զզվելի ձայներով զզվելի նայում ես դերաս իհարկե ես ուրախ եմ որ կան այսօր պրոֆեսիոնալ դերասաններ որոնք խաղում եւ հաճելի է իրենց դիտելը բայց բոլոր տեղերում այդպես չի վերջերս մի ակնարկ կարդացի հոդված որտեղ գրված էր ինչու է դժգոհում սերիալների դեմ քանի հազար աշխատատեղ բացվեց դերասանները սկսեցին եւ հետո պահանջարկ կա մյուս որ պահանջ սերիալների ժողովրդի պահանջարկը այս ինչի եմ ասում որ մեր մեջ խորքային փոփոխություն պիտի դա չի ժողովրդի պահանջը կարիքը ժողովրդի կարիքը ուրիշ է չի կարելի ժողովրդին տալ այն ինչ ուզում է ժողովրդի երեխայի նման նրան պիտի դաստիարակես մենք ժողովրդին իմաստ չենք այո եւ դա չի իմ կարիքը ես ինքս երբ որ նայում եմ ես սարսափում եմ ասում եմ Տեր Աստված սա է հայի որակը այս լպրծուն այս մանր մարդն է հայը դա սարսափելի սա չի հայը ներկայացնել այսպիսի որակի հայ գիտեք ինչու՞մն է նաեւ խնդիրը այ ասում են այսքան սպանություններ են ցույց տալի բան չարություն են ցույց տալիս եկեք նայենք համաշխարհային գրականության դրամատուրգիայի պատմության լավագույն օրինակները Շեքսպիր ամբողջ պիեսները դաժանության մասին է սպանությունների մասին են Մեդեա դասական հզոր արժեք Մեդեա մայրը խեղդում է իր երեխաներին եւ նորից ես պետք է գամ ամենապարզ ճշմարտությանը մենք կերպը ենք կորցրել մենք կերպը դարձրել ենք անիմաստ բան այ նայած ինչպես է դա ցուցադրում ինչի համար է ցուցադրում եւ ինչ խնդրով այ հիշում եք ծովահրեշը սերիալը հանցագործ մաֆիա աշխարհի մասին Իտալիայի եւ հայտնի Կորրադո Կատանին կոմիսարը այ տեսեք ինչ էր մենք մաֆիոզներին չէինք սիրում մենք սիրում էինք այն մարդուն ով կռիվ էր տալիս դրա դեմ ով պատահական չի նրա վերջում զոհվելու տեսարանը նույնիսկ հատուկ խնդրով էր նկարված ուրեմն ամբողջ պատը քրքրված էր ավտոմատներից իր այս կուրծքը բանը ամբողջ բայց դեմքը գեղեցիկ սա թվում է սուտ է չէ վերջին հաշվով ինչպես եղավ որ դեմքին ոչ մի գնդակ չկպավ դա չի ախր արվեստը այն մասին չէ թե որտեղ ենք մենք ապրում Արվեստը այն մասին է թե որտեղ կուզեինք մենք ապրել Լավ, պարոն Հակոբյան, տեսեք մենք կարծում եմ սա ոչ առաջին, ոչ վերջին քննարկումն է այս թեմայի շուրջ, բայց ինչպես տեսնում ենք, սա այլ տեղից չի շարժվում։ Ինչու, որովհետև դիմաց է այսպես պատ է, ինչ որ ուժեր են, թե հասարակական պահանջ չկա, ի վերջո, չգիտեմ, հասարակությունը կրում է այն ինչ որ ունենք այսօր եթերում, այն ինչ լեզու որ մատուցվում է, ինչու ինչ որ բան, ինչ որ փոփոխություն չի նկատվում, ձեր կարծիքով։ Մենք խլել ենք ժողովրդի չափանիշը։ Մենք խլել ենք պատկերացումները, լավի, գեղեցիկի։ Այսօր գեղեցիկ հայերենով խոսելը ծիծաղելի է, զավեշտի առարկա է։ Դուք տեսեք այդ հումորային հաղորդումներում այնտեղ կրթված տղաները ներկայացվում են ծիծաղելի ձևերով, այդ ձեր ասած ծիծաղելի կերպերով։ Մենք ընդհանրապես խլել ենք մարդկանցից։ Այո, մենք խլել ենք թացը չորից ջոկելու հնարավորությունը։ Այ պիտի մենք մտածենք, ինչ դարձյալ գալիս ենք քաղաքականությանը, ինչ նպատակով, ինչ եղանակներով եւ ինչ ժամանակահատվածում։ Պիտի հստակ մեխանիզմներ մշակվեն այս ամենը փոխելու կապակցությամբ։ Դրա համար անհրաժեշտ է նաև որ երկրի ներքին մթնոլորտը առողջանա, կարգավորվի։ Նորից եմ ասում, ինձ համար լեզվի հարցը կարող է լուծվել իմ համոզմամբ, գուցե ես սխալվում եմ, միայն այն դեպքում, երբ այս երկրի քաղաքացին կհավատա իր երկրին, իր երկրի հեռանկարին, իր երկրի ուժին, առողջությանը, կհավատա, որ իր իրավունքները չեն ոտնահարվում, որ իր երկրում ինքը իրեն տեր է զգում։ Այդ ժամանակ լեզվին էլ տեր կկանգնի, մշակույթին էլ տեր կկանգնի։ Մնացած ամեն ինչ կարծում եմ ինչու չեն հավատը կորցրած մարդը եւ հավատն է կորցրել մեր ժողովուրդը եւ մեր հույսը անգամ վտանգված է։ Ինչի մասին է խոսքը։ Որոշենք այսօր նորից փորձենք հավատալ։ Ոչ, միջոցներ է պետք ձեռք առնել։
Այդպես չի որ դրեք ու ժողովուրդ հավատացի։ Փաստը այն է, որ այսօր միջակությունն է տիրում, փաստը այն է, որ այսօր տգետ գրեհիկ խավը թելադրում է եւ ապրելակերպ եւ խոսելակերպ։ Փաստը այն է, որ մենք տեսնում ենք ովքեր են այսօր կառավարում նույն հերոստատեսությունները եւ այլն, եւ ասում եմ այն ինչ որ մտածում եմ։ Դրա համար մտավորականները ճիշտ են արել, որ արդեն այնքան հուսահատված եւ այնքան ահաբեկված են, որ դիմել են նախագահին։ Միջոցները մտավորականները միանգամից նախագահին դիմելու կարիք չէին։ Մտավորականի ձեռքից վերցված էր նախաձեռնությունը, մտավորականին խեղդել էին օրվա հացով։ Շատը գիտեք, սա շատ երկար թեմա է, որի մասին կարելի է շատ խոսել։ Ես ինքս միշտ ուզեցել եմ, որ այո, որովհետև ինչ է ժողովուրդը առանց մտավորական, ինչ է մարմինը առանց հոգու, կներեք, դիակ, ինչ է ժողովուրդը առանց մտավորականի, ոճրագործների կույտ։ Խնդրեմ, վերցրեցինք մտավորականի ձեռից նախաձեռնություն։ Հիմա տեսնում ենք, ում ենք մեզ տերեր կարգել մեր գլխին, որովհետև մեր աստվածն էլ մեր որովայինը սարքեցինք։ Մենք դա սովորեցրեցինք ժողովրդին։ Ու խնդրեմ, այդ որովայինից էլ ինչեր են ծնվել։ Շատ է։ Բայց գիտեք, ամեն դեպքում Տիկին Ջանջովազյան, մի դրական բան կա վերջին ժամանակներում իսկապես հասարակական ակտիվությունը, խոսքի ազատությունը, խոսքի ազատության ոլորտում ես որակական փոփոխություն եմ նկատում։ Տեսեք, հասարակական ակտիվության շնորհիվ քանի հարց լուծվեց։ Թվում են փոքր, բայց սա առողջացման նախանշաններն են եւ նախապայմանները։ Արթնացման ես կասեի։ Նորից հաստատում եք իմ ասածը։ Ես ուշադիր նայում եմ այդ հասարակական ակտիվության շարքերում կրթված մարդիկ են։ Չի կարող անկիրթ մարդը լինել հասարակական ակտիվ։ Այո։ Բացառվում է անկիրթ մարդու հասարակական ակտիվությունը։ Ակտիվ մարդու հասարակական ակտիվությունը տանում է ձախողման, տանում է պատերազմի։ Մարդը գիտություն, մի գիտենք տանում դրա է պատերազմի։ իհարկե։ Իսկ ավելի լուրջ։ Երբ որ թորնիկս ծնվում էր հիվանդանոցում, մի կին էր լաց լինում, երիտասարդ կին էր, 35 տարեկանի շուրջը այդպես։ Ինչ է պատահել, ուզում եմ օգտակար լինել, դե երեխային բերել ենք վիրահատության, չնայած մեզ խաբեցին ասին պետ պատվեր է, բայց ինձանից փող են ուզում։ Ասում են հեռախոսի համարը չես տեսնում, ասում ինչ հեռախոս է, ասում ուղիղ կապ նախարարություն, որ ձեզանից եթե փող է ուզում բժիշկը լրացուցիչ, զանգեք եւ զգուշացրեք նախարար։ Ինձ ինչ ասի որ լավ լինի։ Ինչի ես ծախող եմ։ Ասի ուրեմն քո երեխան մեղք է, եթե դու ես նրա ծնողը։ Դու ոչ թե ծախող ես, դու հիմար ես, դու ստրուկ ես ընդամենը։ Աչեն ինքը համաձայն է որ երեխան մեռնի, բայց ինքը ծախող դուշ չգա։ Պատվի խեղաթյուրված ըմբռնում էլի։ Խեղաթյուրված հասարակություն է այդ իմաստով։ Այսինքն մենք ապրում ենք, բանից բարձվում է գաղութում եւ հանցագործի տեղը ցույց տալը ստոր արարք է։ Ու մենք խոսում ենք լեզվի մասին։ Ու խոսում ենք ինչ լեզու, ինչ բան։ Դրա համար եմ ասում։ Մենք հանցագործի տեղը վախենում ենք ասել, որովհետեւ հարևանս կասի, որ ծախողա, սրիկա դու ոնց ծախեցիր։ Այսինքն մարդը մահացել է ոչինչ։ Նրանից մահացել է, բայց եկեք չասենք ով է սպանել։ Ոստիկանը կանգնում է, վթարի ենթարկված կանգառում, մեքենան փախել է, ասում է, որ համարն էր, ասեք, որ բռնենք։ Ես չեմ տեսել։ Մարդը մեռել է։ Գետինը մտնենք մենք ուրեմն, մենք արժանի ենք այս լեզվախ շփոթին։ Մենք սերիալներ ենք ցուցադրում, բայց քիչ բաների մեջ կրթել է պետք մեր ժողովրդին։ Քիչ բան, անգամ իր իրավունքը իմանալու մեջ։ Կարինե ջան, նորից եմ կրկնում, ինչ ուզում ես ցույց տուր, եթե դա տաղանդավոր չէ արված, ուզում ես Շեքսպիրի Համլետը ցույց տուր, եթե դերասանը անտաղանդ է, դա նողկալի պիես է, դա հակադաստիարակչական պիես է։ Ուզում ես ապուշություն ցույց տուր բեմի վրա, եթե դա տաղանդավոր է արված, նրա մեջ մի գեղեցիկ բան անկասկած կա։ Ես անպայման պիտի ասեմ, որ ես շատ կուզենայի, որ այդ գումարը, որ տրամադրվում է սերիալներում, տրամադրվեր Հայ կինոյին, տրամադրվեր հեռուստաթատրոնին, մենք ունենք հրաշալի գրողներ, դրամատուրգներ, երբ են բեմադրվելու, ժամանակակից գրողներ, դրանց գործերը բեմադրվեին, ինչու չկա հեռուստաթատրոն, ինքը շատ ավելին կաներ մեր ժողովրդի համար, քան այս սերիալները, պետական մտածողություն պիտի լինի, պետական ֆինանսավորվում պետության կողմից։ Դրա համար էլ էսպես է վիճակը։ Դրա համար էլ էսպես է, դրա համար ի սկզբանե ես ասեցի, որ պիտի վերահսկվի այս ամեն ինչը, պիտի կառավարվի այս ամեն ինչը, չի կարելի այսքան ամենաթողությունը հանդուրժել,
Բողոքում ենք, մեր ժողովուրդը այսպեսին, ինչու որովհետև թույլատրել են, կրկին եմ ասում, մենք թույլ ենք տվել, որ այսպեսին դառնա։ Մենք հանդուրժել ենք այս ամեն ինչը։ Հիմա կարող է էլի տեսակետ հնչել, որ ժամանակակից հեռուստաընկերությունը չեն պատկերացնում կոմերցիան չեն պատկերացնում, կոմերցիոն հարցեր կան, սա ինչպես պիտի, այո, այսինքն այս հարցերն են բարձրանում։ Այնքան հեշտ է այսպես նստել եւ ասել, ենթադրենք ես հեռուստատեսության աշխատացնողն եմ, ես տերն եմ վերջին հաշվով, սեփականատերն եմ այդ հեռուստատեսության։ Հեռուստատեսությունը ինքը ինչ է վերջին հաշվով լրատվական միջոց է, չէ՞, նախ եւ առաջ, հետո նոր մնացած բաները, ժամանցային, այս աշխարհում ամեն ինչ է ժամանց, ամեն ինչը, թատրոնն էլ է ժամանց, կինոն էլ է ժամանց։ Եկեք այդ իրար սովորեցնելու այդ կեղծ բանից դուրս գանք։ Ոչ մի բան երբեք չի կարելի անել ինչ որ մեկին ինչ որ բան սովորեցնելու համար։ Մանավանդ եթե դա անում է անտաղանդ մարդը։ Ես ով եմ, որ հիմա դալիճում նստած 300 հոգու բան սովորեցնեմ որպես դերասան։ Ես ով եմ, ես այդ ինչ իրավունք եմ ինձ վրա վերցնում, այդ ինչ անշնորհակալ գործով եմ ես զբաղված։ 300 հոգի նրանց շատ-շատերը ինձանից էլ են խելոք, ձեզանից էլ են խելոք, ես նրանց բան չեմ սովորեցնում։ Ես իմ մասնագիտական խնդիրներն եմ։ Ես իմ խնդիրներն ունեմ։ Երբ որ դերասանը տաղանդավոր դերասանն անում է իր խնդիրը, իսկ ինչ է դերասանի խնդիրը։ Ես ճիշտն ասած կյանքումս հասարակության համար չեմ խաղացել հասարակությունը դաստիարակելու։ Թող ինձ սխալ չհասկանան ոչ մի իմ հանդիսատես։ Ես խաղում եմ իմ հաճույքի համար, իմ պրոֆեսիոնալ գործունեությունը դրա մեջ է թաքնված։ Այն որ մենք խաղում ենք ժողովրդի համար, իմ ժողովրդի համար, что դու ով ես ժողովրդի համար ես խաղում, դու ով ես։ Դու խաղում ես քո հաճույքի համար եւ քո փողի համար ընդամենը, ուրիշ բան որ դու դա տաղանդավոր ես անում, այդտեղ սկսվում է դասերակցությունը։ Կարինեն իհարկե համաձայն չէ ինձ հետ, որովհետև նա խաղում է միայն ժողովրդի համար։ Դες այդպես չի կարելի ասել միանշանակ ես խաղում եմ ժողովրդի համար։ Ես գիտեմ որ դու կատակ ես անում, բայց ամեն դեպքում ինքը հնչում է, ես չեմ ուզում այդ կարծիքը լինի։ Ես հետ գամ հա մեր խոսքին կոմերցիայի մասին։ Ես հասկանում եմ որ կա ասենք գովազների շարքը, որ կոմերցիան պետք է ապահովի, չէ, կապատվիրող, բայց դա չի նշանակում սիրելիներս հենց նոր խոսում ենք Փարիզից եւ կուլտուրայից եւ այլ։ Դա չի նշանակում որ պետք է մենք անենք այն ինչ որ կատարենք այն ինչ որ թելադրում է պատվիրողի ճաշակը։ Հասկանում եք, դրանք էլ այդ գովազդներն էլ պիտի արվեն նույն նպատակասլաց, գեղեցիկ կերպով, արվեստով, գեղեցիկ կերպով, ոչ թե այն ինչ որ այսօր մենք տեսնում ենք։ Դա էլ է չէ թելադրում։ Ասեմ իմիջիայլոց այդ անճաշակությունն էլ է ձևավորող։ Ես շատ լուրջ նայել եմ այսպես կոչված ալեհավաքով, հա, տարբեր հեռուստաընկերություններ համաշխարհային եւ եվրոպական եւ ամերիկյան եւ նույն ֆրանսիական եւ գերմանական սխալ կարծիք չստեղծվի թե Հայաստանից դուրս մնացած ամեն տեղերում սերիալները ամեն ծահավոր ճաշակով են։ Էդպիսի բան չկա։ Բայց գոնե էսթետիկա կա, նայենք բրազիլիական սերիալները։ Կա այնտեղ գույների առատությունը, գեղեցկությունը միջավայրի։ Կա ուրիշ խնդիր, նորից ես համոզվել եմ իմ ճշմարտության մեջ։ Ես նայում եմ ովքեր են անում դա։ Եվ ես նույն սերիալի դերասաններին տեսնում եմ լուրջ ֆիլմերում, լուրջ պրոգրամներում, նրանք այս նորից խնդիրը կերպին է վերաբերում, նայած ով է դա Լավ, նորից կոմերցիային ժամանակակից հեռուստատեսության, կուզեն այդ ձեր կարծիք հայտնել եւ ուզում եմ որ չմոռանանք նաեւ Սփյուռքի մասին։ Հիմա ասում ենք այստեղ կոմերցիոն ազատ կարող ենք հա այս կամ այն ցուցադրել, բայց չգիտեմ դուք տեղյակ եք ասենք ինչ են մեր հեռուստաընկերությունները մատուցում մեր հայրենակիցներին։ Այն ինչ մենք տեսնում ենք։ Չէ, շատ ավելի զարուրելի, որովհետև այնտեղ ասենք նույն սերիալը 4 անգամ գնում է, հետո այն մյուսն է 4 անգամ գնում, ասենք առավոտյան միացնում են մինչև գիշեր, հետո արանքում որպեսի հայրենատոչոր ինչ որ բան լինի, տեպո կարող է ցույց տալ։ Հայրենիքի պատկերը, ասենք, այնտեղից այստեղ նայում ենք։ Ես չգիտեմ, գոնե դա կարելի է, չէ՞։ Ես նորից ուզում եմ այդ հարցը բարձրացնենք, այնինչ ցույց են տալիս սերիալներում, ես այդ ամենը գոնե իմ միջավայրում չեմ տեսնում։ Մեր իրականությունը այդքան խեղաթյուրված, գոնե իմ միջավայրը, եթե իմ միջավայրում դա չկա, ես չեմ ուզում իմանալ, թե ուրիշ միջավայրում ինչպես է շատ ճիշտ է ասում, շատ մի կարևոր բան կա, շատ մի կարևոր բան կա։ Այսօր տեսեք, քանի դատարան ունենք, քանի դատախազություն ունենք, գլխավոր դատախազ ունենք եւ այլն, եւ բոլորս էլ լսում ենք, անդադար լսում ենք, որ այսքան հանցագործ բռնվել են, այսքան հանցագործ դատվել են, այսքան մեր սերիալներում ես օրինակ լինեմ, հիմա այս դեպքում նախագահի տեղը եւ գլխավոր դատախազի տեղը եւ մեր արդարադատության նախարարը թեկուզ չգիտեմ դա ում իրավասության մեջ պետք է տեղավորվի։ Ես դատի կտամ բոլոր հեռուստասերիալները, որտեղ
Այսօրվա Երևանը, այսօրվա իր ամեն ինչով ցույց են տալիս եւ ոչ ոք չի պատժվում, ոչ ոք չի պատժվում։ Դատախազին ցույց են տալիս, լպիրշ, ստոր, եկեք դատարանով ապացուցենք, այդ որ մի դատախազն է եղել, որ եթե դուք ասում եք կյանքն եք ցույց տալիս, չէ՞։ Ինձ ցույց տվեք դրա նման օրինակ մի դատախազ։ Լավ, ես հանգիստ ասում եք վերահսկենք, այսպես պետք է վերահսկվի։ Ինչպես եք պատկերացնում այդ վերահսկելը, արգելելով մենք հեռու չենք գնա, պարոնակ։ Դա կլինի ժամանակ։ Մենք ավարտում ենք ժամանակը, գրեթե չունենք, երկու խոսքով, հա, խնդրում եմ ամփոփեք, եթե ինչ որ քայլ, ինչ որ առաջարկ եւ ավարտում ենք։ Խոսքը սահմանափակ է եւ մենք պիտի այս թեմայի շուրջը խոսենք։ Երկու նախադասության Պսոս Սարգսյանի խոսքերը, որտեվ իրենից լավ չեմ կարող ասել, երբ որ ինքը հիշում է հին ֆիլմերը, ասենք, մենք ենք մեր սարերը, չգիտեմ, եւ տարբեր ֆիլմեր, ասում եմ մենք բոլորս գյուղացիների կերպար էինք խաղում, գյուղացիների կերպարներ էինք, կերտում ոչ մեկս այով, չգիտեմ, աղբերով, ապերով չենք խոսում, բայց հանդիսատես նայում էր եւ մեր չէր կասկածում, որ մենք գյուղացիներ ենք։ Համոզիչ կերպար։ Այո, համոզիչ էր մեր կերպարները եւ մեծ ներգործություն ուներ թե լեզվի հարցում, թե ժողովրդի բարոյական հոգեբանության վրա։ Ես կուզենայի, որ այսօր նկարահանեին, այսօր ստուգվեր թե դերասանի որակը, թե այն ռեժիսորների, որոնք նկարահանում են այդ սերիալները։ Գիտեք, մեծագույն փիլիսոփաները խոսել են այն մասին, որ լեզվով է պայմանավորված մարդու կեցությունը, ազգի կեցությունը, մտածողությունը, հոգեբանությունը։ Ասում են լեզուն այն տաճարն է, որ բնակվում է ազգի ոգին, ավելի մեծ բան ասել լեզվի մասին հնարավոր չէ։ Ուրեմն եկեք սա գիտակցենք եւ ուզում եմ վերջում ասել, որ անկախ նրանից ես համամիտ եմ մտավորականության ընտրած եղանակին թե ոչ, ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ակտիվություն են ցուցաբերում այս խնդիրների կարգավորման համար գործում։ Այո, իհարկե, անկասկած անտարբերությունը ամենամեծ չարիքն է վերջին հաշվով։ Հիմա մտավորականները ամենակարևորն այն է, որ մտավորականները անհանգստացել են դրա համար, իսկ թե ում են դիմել, բա ում պիտի դիմեին, եթե մարդը անհույս է, ոչ միտեղ ոչինչ չի գործում, ամենտեղ անպատժելիություն է, բա ում դիմեն, բա ում դիմեն։ Այսինքն նորից այն մեր հին նստվածքային հոգեբանությունն է, դոբրի ցար։ Ես կարծում եմ, որ պատգամավորներն էլ կարող են մեզ օգնել այս հարցում։ Հույս ունենք ինչ-որ բան տեղից կշարժի։ Շնորհակալություն։ Շատ մեծ օգուտ կբերեն։ Ստեսություն։ Շնորհակալություն։